Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետև արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ իմպիչմենտին սատարում ենք կողմ ենք։ Իհարկե ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Այսինքն մենք ինչ իրավունքով ենք էլի դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է։ Իրատեսական է, անլուրջ չէ։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլի քաղաքական process-ների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում ԿՊԱ-ականների հետ բացատրական աշխատանք վարելուն։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա որակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Հավաքելուց հետո, բայց ընդդիմադիրները չեն ստորագրում այդ նախագիծը։ Մարուկյանի տեխնացիոնը մերժում եք։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ չէ, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որովհետև մենք ի տարբերություն շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն։ Հայաստան Դաշնիկի առաջադրած տեխնացուի մասով դիմադրություն չի լինի։ Քոչարյանի թիմին։ Ես չգիտեմ, չէ։ Օրինակ եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այդ տեխնացիան։ Լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ հստակ պատասխան քննարկել։ Այդ մասով հետևել է։ Հակադրություն կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները ձեր ասած։ Բայց ես այդ հարցին պատասխանեցի։ Մոտե պատասխան։ Հայկ Մամիջանյան կանգնած է, խնդրեք թող իր հարցը։ Ամեն դեպքում 2018 թվականին, ինչպես 2018-ին, այնպես էլ այս օրերին տպավորություն է, որ ինչ-ինչ ուժեր, այդ թվում ներընդդիմադիր շահագրգռված են ձեզ, այսպես ասած, թիրախավորելով։ Ինչու, ինչն է իրենց նպատակը այս պահին։ Ռեսուրս եք ներկայացնում, ուժ եք ներկայացնում, թե այլ հանգամանքներ։ Ես կարծում եմ դա 18 թվականից չի սկսվել այդ process-ը եւ եթե ուշադրությամբ դիտել եք կամ ընթերցել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքը այնտեղ ասում է, որ այդ process-ը գոնե իր կողմից սկսվել է 2008-ից հետո։ Այնպես որ 18-ին ինչ կապ ունի դրա թիրախավորելու process-ը։ Իդեպ նույնը նաև իրենց կողմից են ասում ներողություն։ Քննարկեն։ Ըստ էության երկրորդ նախագահի թիմակիցները կարծես թե ձեզ են մեղադրում Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելու համար։ Հիմա այս դուք այդ մեղքը, այսպես ասեմ, հա, ընդունում եք թե չէ, կամ այս տարիների հերվից որ նայեք իսկապես դուք կարող եք այդ ամենի դեմ նարնել չի ստացվել։
Եվ ինչու են ով է բերել Նիկոլին, ինչու է այդ հարցը հիմա դարձել ակտուալ եւ ինչ կտա դրա պատասխանը։ Իմ գործընկերոջը լրացնեմ, պարոն նախագահ։ Մի լրացրեք, որովհետև ես ասացի, որ 18 թվականի մասին ես հիմա չեմ խոսել, եւ տևական ժամանակ չեմ Ուղղակի հանրությունը ասում է Նիկոլ Երբ Փաշինյանը Միքայել Մինասյանի ձեր փեսայի մարտն էր, եղել է աջակցություն իր կողմից, բայց հետագայում Ինչքան- կոնտրոլից դուրս եկել, եղել է աջակցություն թե ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսել։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանը այսօրվանին, խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ հետո իմ ասեմ եղավ։ Ուզում եք ասեմ, այդ պարագայում ես մազոխիստ եմ, էլի։ Իհարկե, ուզել եմ որ գա, որ այլ դատարանի դռներում քարշ գա։ Պարոն Սարգսյան, ձեզ համար պարզ է